Բարև ձեզ։ Առաջինի միջազգային ալիքի եթերում Հայաստանի կողքին հաղորդման հերթական թողարկումն է։ Այսօր կներկայացնենք սահմանային համայնքներում իրականացրած ծրագրերը։ Հայաստան համահայկական հիմնադրամի եւ կառավարության համատեղ ջանքերով Տավուշի մարզի Բերքաբեր համայնքում լուծվել է ջրամատակարարման խնդիրը։ Մանրամասները մեր առաջին տեսանյութում։ Տավուշի մարզի Բերքաբեր համայնքում այս այգու փոխարեն տարիներ առաջ անմշակ հողատարածք էր։ Հիմա բանջարաբոստանային գրեթե բոլոր մշակաբույսերը աճում եւ բերք են տալիս այստեղ։ Համայնքի զարգացման այս ծրագիրը իրականացրել է Հայաստան համահայկական հիմնադրամը, կառուցելով ջրամատակարարման նոր ցանց, որը ժամանակի ընթացքում ակտիվացրել է հողագործական աշխատանքները։ Պոմպակայանի գործարկելուց հետո ամեն տարի շատ լուրջ փոփոխություն կտենանք մեր այս տարածքներում։ Արդյունքում գյուղացիները ոչ միայն սկսեցին մշակել իրենց հին հողատարածքները, այլ նաև հիմնեցին նորերը, կրկնապատկելով բերքը։ Այգի հիմնելը իմ համար դա կապն է, ավելի ամուր կապն է այս գյուղում ապրելու, այս գյուղի հետ ապագան կապելու։ Ջրամատակարարման ցանցի կառուցումը սպասված իրադարձություն էր, ասում է համայնքի բնակիչը։ Հիմա արդեն կաթիլային ոռոգում էլ ունեն, ինչի արդյունքում գործը մի քանի անգամ կրճատվել է։ Ջուրը շատ մեծ կարևորություն ունի գյուղացում։ Հայաստան համահայկական հիմնադրամը նախաձեռնությունն իրականացրել է պետական սուբսիդավորման ծրագրի շրջանակում։ Բերքաբեր համայնքում բարեկարգվել է նաև արտաքին լուսավորությունը։ Բացի այդ, գյուղի կրթական հաստատություններում տեղադրվել են արևային կայաններ։ Մանրամասները մեր հաջորդ տեսանյութում։ Տավուշի մարզի Բերքաբեր համայնքում արևի ջերմությունը կայուն էներգիայի աղբյուր է դարձել։ Հայաստան համահայկական հիմնադրամը գյուղի միջնակարգ դպրոցի եւ համայնքային կենտրոնի տանիքին տեղադրել է 10 կՎտ հզորությամբ արևային կայաններ։ Համայնքի դպրոցը նախկինում ջեռուցվել է էլեկտրական օդորակիչներով, երբ 2 տարի առաջ այն փոխարինվեց արևային կայաններով, կրճատվեցին ծախսերն ու տարվող աշխատանքները։ Արդյունքում խնայված գումարն ուղղվում է առավել կարևոր նախաձեռնությունների իրականացմանն ու խնդիրների լուծմանը։ Բացի այդ, համայնքում տեղադրվել են ավելի քան 100 լուսատուներ արտաքին լուսավորության ապահովման նպատակով։ Հայաստան համահայկական հիմնադրամը ծրագրերն իրականացրել է Ֆրանսիայի տեղական մարմնի աջակցությամբ։ Այս պահին իմ զրուցակիցն է Հայաստան համահայկական հիմնադրամի Ավստրալիայի տեղական մարմնի ներկայացուցիչ Աստղիկ Մանուկյանը։ Բարև ձեզ։ Բարև։ Տիկին Մանուկյան, խոսենք Ավստրալիայի տեղական մարմնի գործունեությունից, այս պահին ինչ ծրագրեր եք իրականացնում։ Նախ շնորհակալ եմ այս առիթին համար, որ ինձ ընձայվեցավ այս հարցազրույցին։ Մենք Ավստրալիա երկու ջրամաս ունենք, Սիդնի եւ Մելբուրն։ Ես Սիդնին կներկայացնեմ։ Իսկ վերջին անգամ, որ մեր ծրագիրներ Ղարաբաղեն կամ Արցախեն բռնի դեղահանված ժողովուրդը, մայրերը եւ երիտասարդուհիները իրենց դասընթացներու ուղարկեցինք եւ անոնք զորնակ դարբեր ոլորտներու մեջ զորնակ մազահարդարություն, մեյքափ, մենիկյուր, պեդիկյուր, թերցագություն եւ նույնիսկ cooking, cake decoration-ի մասին։ Եվ իսկապես շատ արդյունավետ էր։ Առաջին օրը մեր ծրագիրն էր, որ բադահեցավ օպերա սուիտի հոթելի մեջ եւ շատ արդյունավետ էր։ Նույնիսկ այդ անձը, որ Մերի Համբարձումյան քեյքի դեկորեյշնի դասընթացին մաս կազմած էր, մրցանակի ադեն առաջնագարկ առաջին դեղը կրաված էր եւ ադեգա մեզի շատ ուրախություն պատճառեց, որ իսկապես աբարթուն չէր մեր աշխատանքը եւ քննադելի էր։ Տիկին Մանուկյան, դուք հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստի շրջանակներում եք եկել Հայաստան եւ մինչ այս պահը Հայաստանում եք, բնականաբար նաեւ այցելել եք այն վայրերը, որտեղ հիմնադրամը իրականացրել է տարբեր ծրագրեր։ Անձամբ ականատես եք եղել արդյունքներին եւ շփվել եք շահառուների հետ։ Տպավորություններից կխոսեք։ Այո, շատ քննադելի էր Հայաստան համահայկական հիմնադրամի ծրագիրները եւ ամեն երկիր, կարծեմ 9 երկիրներ մասնակցեցան այս տարի ժողովին, Գերմանիա, Ֆրանսա, Ավստրալիա, Ամերիկա, Հոլանդ, Բրազիլ եւ ամեն իրենց ներդրումները, իրենց ծրագիրները հրած էին
եւ մենք ֆիզիկաբես շրջեցինք այդ ծրագիրներուն դարբեր մարզերու դարբեր համայնքներու մեջ եւ շատ քնահատելի էր արդյունավետ էր Եվ քանի որ ձեր աչքերով տեսակ նաև համայնքներում արկա խնդիրները, բացի այն իրականացրած ծրագրերի արդյունքները, նաև այս պահին արկա խնդիրները, որոնք են ավելի առաջնային ըստ ձեզ երկրի զարգացման գործում, որպեսզի ներդրում արվի, խնդիրները լուծվեն։ Այո, զորնակ երբ որ Ավստրալիան, այսինքն Սիդնեի եւ Մելբուրնը այս ծրագիրը ստացավ Հայաստան համահայկական հիմնադրամին մենք խորեցանք որ շատ լավ ծրագիր մնե որովհետև այդ մայրերը երդասարտուհիները որոնք կարող են աշխատել աշխատանքի լուծվել եւ այդ կորսերը որ արեցին անիկա շատ հաճելի էր եւ իրենք աշխատելով իրենց ընտանիքին ապրուստը գրնան ապահովել Ես կխորիմ, որ շատ կարևոր է հայրենիքի մեջ ավելի մեծ քանակությամբ կորզադեղիներ, աշխատանքի դեղեր լան, ավելնան ավելի, որ ժողովուրդը կարենա աշխատել եւ իրենց ապրուստը ապահովել իրենց ընտանիքին համար։ Ադորմար շատ կարևոր է առաջին դեղը այս կորզադեղիները շատցնել աշխատանոցները աշխատատեղեր այո ավելի շատցնել որ ժողովուրդը կարենա իրենց ապրուստը ջարել ապահով եւ արդակախտի մասին չմտածեն նույնիսկ շատ կարևոր է ասի այո միշտ բաներն շատ կարևոր էին միշտ ծրագիրները բայց ըստ իմ խաղապարս կամ ես կխորիմ որ ասիգա շատ կարևոր է որ ժողովուրդը արդակախտ չնե այլ անոնք որ քաղտած են արդեն դեսնեն որ մեր հայրենիքը գզարկանա եւ յետքան եւ իրենց ներդրումը անեն հայրենիքին համար Հայաստան համահայկական հիմնադրամը տարիներ շարունակ տեղական մարմինների հետ միասին տարբեր ծրագրեր է իրականացնում բազմապիսի ոլորտներում երկրի զարգացման գործում ձեր դիտարկմամբ որոնք են առաջնային ոլորտները որոնք անհրաժեշտություն ունեն ներդրման Դրանք կլինեն կրթական ոլորտ, բժշկական ոլորտ, նորագույն տեխնոլոգիաներ եւ այլն։ Ինչպես որ ասին իմ խաղապարս որ աշխատանքի բանը ամենը կարևորն է, այո բժշկականը, մշակութայինը ամենն ալ կարևոր են քաղաքին զարգացումին համար, բայց երբ որ ինչպես որ նշեցի Հայաստան համահայկական հիմնադրամը գամուրջ մնե սփյուռքի եւ հայրենիքի հաղորդակցության համար անանք որ անծրակիրներ որ իրենք մեզի ցույց կտան ամենակարևոր են բայց ինչպես որ ասի սկիզբնալ որ այս աշխատանքի մարզը շատ կարևոր է որ արդակախտ չլա Շատ բարի Տիկի Մանուկյան Ավստրալիայի հայ համայնքը որքանով է ներգրավված ծրագրերի իրականացման գործում եւ առհասարակ որքանով է կապը մեծ տեղական մարմնի հետ Ավստրալիայի տեղական մարմնի հետ Բավական լավ է քնահատելի է եւ մենք դարին մեյմը մեծ function գունենանք այս տարի բիդի հրավիրենք արփին երկչուհի արփին որ տեկտեմբեր 5-ին պիտի ունենանք այդ երկհանդեսը եւ մոտ 350 հոգի արդեն կրնանք այդ սրահին մեջ ընդունել եւ մենք այդ ծրագիրն է որ գնենք դարին մեյմը այդ մեծ function-ը գնենք անցած տարի Գուրքեն Դաբաղյանն էր այս տարի տեկտեմբերին արփին պիտի լա եւ ժողովուրդը նույնիսկ donation-ներ ալգնեն ներդրումներ գնեն լոտորիներ գնենք եւ ցերկերնես եկած գնենք որ ավելի financially բանանենք եւ ուղարկենք հայրենիք եւ Հայաստան համահայկական հիմնադրամին հանձնենք անցած տարի Սիդնեի եւ Մելբուրն $40,000 ուղարկեցինք այս կորսերուն իրականացման համար Իսկ այս պահին ընթացիկ ինչ ծրագիր կա, որը իրականացվում է Հայաստան համահայկական հիմնադրամի եւ Ավստրալիայի տեղական մարմնի հետ համատեղ։ Այո, ես գապ պահեցի Դիգին Զարուհի Արզումանյանի հետ, որ հիմա ինքն է դոնորենուհին,
որտեվ Հայգակ Արշամյան արդեն ցկած է գործը, իրենք ասացին, որ սեպտեմբերին պիտի ուղարկեն մեզի ծրագիրները, so հիմա դեղյակ չենք ճիշտ ինչ է ծրագիրները, երբ որ սեպտեմբերին լա, ալ միշտ տարվա ծրագիրը գրնանք որթեքրել։ Շատ բարի, ես հուսով եմ, որ ձեզ առիթ կունենանք եւս մեկ անգամ հյուրընկալելու մեր տաղավարում։ Հիշեցնեմ մեր հեռուստադիտողներին, որ իմ հյուրն էր Հայաստան համահայկական հիմնադրամի Ավստրալիայի տեղական մարմնի ներկայացուցիչ Աստրիկ Մանուկյանը։ Մենք կհանդիպենք ուղիղ մեկ շաբաթ անց։ Ցտեսություն։